44 օր հանրությանը կերակրում էին հաղթելու ենք թեզով։ Մի թեզ, որ իհարկե չափազանց գոտեպնդող էր այդ օրերին, ես ինքս եթերից այդ բառը ասելիս ամեն անգամ փորձում էի հավատալ, որ հաղթելու ենք, ապավինելով հայ զինվորին, հայ բանակին այնուամենայնիվ կամ նրան ինչ որ դրանից մնացել էր։ Զեկույցը եթե թողնենք մի կողմ, որի մասին հետո հայտնի դարձավ։ Դուք ինքներդ հաստատ կապի մեջ էիք եւ Ստեփանակերտ եւ գուցե ուրիշ աղբյուրներ էլ ունեիք։ Որ պահին 44 օրերի ընթացքում հասկացաք, որ չենք հաղթելու։ Երրորդ օրը ես Ղարաբաղում էի եւ այնինչ տեսել եմ ինձ բերել է 1-2 օրվա ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ Եվ իմ գնալուց հետո 2 շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք։ Ինքը հակված չէր, թե ինչն էր։ Չէր կարողանում կապի դուրս գալ։ Չէ, կապը իրենց մոտ օրը մի քանի անգամ էր, նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագաներով եւ ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ ին վերաբերմունքս հայտնի է։ Ինքը չպետք է հայտնվեր այնտեղ նախագահի պաշտոնում։ Բայց այնուամենայնիվ ես ինքս գնացի, ես ինքս դա առաջարկեցի եւ ես ունեի կոնկրետ պլան գործողությունների, թե ինչ է պետք անել։ Ինչ պլան էր, դա կարող եք հիմա ասել։ Պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ էր եւ զուգահեռ իհարկե անել ամեն ինչ օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար։ Ինքը մերժեց։ Չուզեց հանդիպել եւ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետեւյալը. եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է։ Ուղղակի իր բառը։ Ինձ կուտի։ Հիմա սա է, ուրեմն այն ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում պատերազմի ժամանակ, քան տվյալ դեպքում իմ հետ հանդիպել եւ քննարկելու հանգամանք։ Ուրեմն սա արտարոց էր։ Հիմա ինչու իմ տպավորությունը այնպեսին էր, որ մենք պարտվում ենք։ Ես չի տեսնում նորմալ կառավարում բանակի ուղղակի չկար։ Որովհետև միջև այդ այնպիսի փոփոխություններ էր կատարվել հրամանատարական կազմում եւ առանցքային պաշտոններում նշանակվել են մարդիկ, որոնց հակով չէր այս պատերազմը։ Սա ակնհայտ երևում էր։ Իսկ կադրային քաղաքականությունը հետեւյալն էր, ինքը չէր վստահում բանակին եւ ուզում էր բանակում կարևոր պաշտոնների վրա ունենալ լոյալ մարդկանց։ Իսկ լոյալ գեներալը կամ լոյալ բարձրաստիճան սպա միշտ չի որ այն սպան է, որը ունի բավարար հմտություններ պատերազմում հաղթանակ ունենալու համար։ Համատարած կադրային փոփոխություններ եւ հիմքում միայն եղել է լոյալությունը։ Վատեր ընդհանրապես բանակի մատակարարման հետ կապված ուղղակի բոլոր հարցերը։ Բոլոր, անխտիր։ Միջ պատերազմ հայտարարվել էր, որ օդը փակ է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Ստեփանակերտի օդը փակ է, Արայիկ Հարությունյանն էր ասել։ Բացարձակապես այդպես չէր։ Բացարձակապես։ Եվ կար եւս մի շարք հանգամանքներ, ես կցանկանայի նշել ամենից կարևոր հանգամանքներից մեկը, դա այն խայտառակ մոբիլիզացիան էր, որը արվեց Հայաստանի Հանրապետությունում։ Լավ չանեին ընդհանրապես ոչինչ բան, քան անեին։ Մարդկանց հավաքում էին եւ երրորդ օրը այդ մարդիկ հայտնվում էին առաջնագծում։ Ձևավորվում էր ոչ թե համալրման էին գնում ներկա զորամիավորումները, օրինակ գումարտակները, այլ նոր միավորումներ էին ստեղծում եւ ուղարկում ռազմաճակատ երրորդ օրը։
Մարդուժի պակաս կար գուցե։ Ոչ, այդ նույն մարդուժը պետք է համալրեին ներկա ստորաբաժանումները։ Իրեն գնացին լրիվ այլ ճանապարհով։ Դա էլ է ճանապարհ, բայց այդ դեպքում դու առնվազն 2-3 շաբաթ պետք է մարտական ներդաշնակություն ապահովես։ Իմ հարազատները զորակոչվել են, օրինակ, շատ մոտ հարազատներից մեկը պատերազմի երրորդ օրը հայտնվել է առաջնագծում մի ասենց վաշտում, որտեղ ոչ մեկին չէր ճանաչում ընդհանրապես։ Կա շատ པարզ բան, դու չես կարող անծանոթ մարդկանց հավաքել միտեղ, ձևավորել, օրինակ մի գումարդակ եւ հաջորդ օրը ուղարկել պատերազմի։ Դու ուղղակի մսաղացի մեջ ես ուղարկում այդ մարդկանց։ Առնվազն 2 շաբաթ պետք է մարտական ներդաշնակության տրեյնինգներ անես, որ իր մարդիկ ճանաչեն։ Հրամանատարը հասկանա, թե ստորադաս հրամանատարները ինչ կարգի հրամանատարներ են, ինչ գիտելիքներ ունեն։ 90-ականների պատերազմում այդպես էր, թե այդ ժամանակը չկար, թե պատերազմը այնպիսինը չէր։ Այն ժամանակ պատերազմը այդպիսինը չէր։ Ուրիշ իրավիճակ էր եւ այն ժամանակ այլ գործոններ էին աշխատում։ Եվ այն ժամանակ նաեւ հակառակորդը նույն վիճակում էր։ Այն ժամանակ պատերազմի կեսը ուղղակի ջոկատային էր։ Եվ երկրորդ կոպտագույն սխալը մենք վերադարձրել ենք 90-ական թվականներին։ Սկսել են ձևավորել ջոկատները եւ ջոկատները ուղարկել ռազմաճակատ։ Մենք ասած բանակային կառույցից հետ են գնացել մոտ 25 տարի, վերադարձրել ենք ջոկատային համակարգին։ Ջոկատը ունի մի առավելություն, մարդիկ իրար ճանաչում են, բայց սա բանակ չի։ Սա ինչի հետևանք էր, սա պլանավորված էր, թե սա էլ էր անփորձություն։ Ես չգիտեմ, ես կարծում եմ ուղղակի մարդիկ չունեին փորձ, չունեին գիտելիքներ, բայց հագել են մի կոստյում, որը հաստատ իրենց վրայով չէր։ Այդ ձևով ընդհանրապես հնարավոր չէր այս պատերազմը հաղթանակ ունենալ։ Ես նաև փորձել էի հասկանալ, թե լավ, այս քայլը վատներ, որ քայլն էր արված նորմալ։ Եվ 0։ Ուղղակի 0։ Մի պահ իբրև մարդկանց ոգևորելու համար սկսեցին ասենց աչուձախ հերոսների կոչումներ բաժանել։ Նահանջող բանակի հրամանատարները ստանում են հերոսների կոչումներ։ Դա լուրջ։ Դուք մտածում եք, դուք դրանով խրախուսում եք մարտունակությունը, դուք խրախուսում եք պարտությունը դրանով։ Կարող է առաջի գծի զինվորը, կարող է առաջի գծի վաշտի հրամանատարը ստանալ հերոսի կոչում։ Բայց ուղղության պատասխանատուն, որը նահանջում է ամեն օր, ստանա հերոսի կոչում, դուք ի՞նչն եք խրախուսում։ Իսկ դուք նաև նշեցիք այն ստերի մասին, որոնք հնչում էին։ Այդ սուտը քայքայում էր բանակը։ Եվ այդ սուտը, ասեմ, իմ կարծիքով հիմնական պատճառն էր շատ մեծ քանակի դասալիկների։ Մարդիկ առաջի գծում տեսնում են ինչ է կատարվում, զանգում են իրենց հարազատներին, հարազատները ուրախ են, որ մենք հաղթում ենք։ Ասենց էսա գետաշենն ենք վերցնում։ Սա ավելի մեծ անվստահության մթնոլորտ ձևավորելու ուղղակի տարբերակ չկար։ Ես համեմատեմ առաջի պատերազմի հետ։ Երբեք սուտ ինֆորմացիա չի եղել։ Եթե կորցրել ենք մի շրջան կամ մի գյուղ, հայտարարել ենք, ասել ենք, բոլորը դա գիտեին դրա մասին։ Բայց ամբողջությամբ տեղեկատվական դաշտը Հայաստանը վերցնել կոնտրոլի տակ եւ 44 օր ստերով կերակրել մեր ժողովրդին, դա հանցագործություն էր։ Երևանում այդպես էլ մարդիկ, այսպես այդ տագնապի զգացողությունը չունեցան։ Նույնիսկ դիակներ էին ուժ բերում։ Այդ մեքենաներում սպայկայի հավաքում էին, չէին բերում, որ ստեղ շատ չտարածվի, որ այդ սուտը չբացահայտվի։ Ասեմ, պատերազմի
լավ բառ չեմ միգուցե օգտագործում, բայց այդ պատերազմները ասած մենեջմենտի կառավարման կարիք ունի։ Բոլոր ուղղություններով դա ցախողված էր։ Հիմա կրկնեմ, դա փորձի բացակայություններ, այլ քաոտիկ մտածելակերպի, երեկոյան մի բան մտածես, գիշերը մի ուրիշ բան անես, առավոտյան մի ուրիշ բան, դա բնորոշ է այսօրվա ղեկավարին եւ սա միայն քաոս էր ստեղծում բոլոր ուղղություններով։ Բոլոր